Հարգելի գործընկերներ, նախ ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար, խիստ կարևոր եւ լայն շրջանակին անդրադարձ ունեցող այս խնդրի քննարկման մասով, որովհետև կարծում եմ, որ աղմուկի մասով մենք ինչպես խնդիրներ ունենք եւ պետք է աշխատենք թե օրենսդրական կարգավորումների, թե վարչարարության, բայց նաեւ շատ մեծ գործ ունենք անելու տեղեկացվածության, աղմուկի ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության եւ մշակույթի փոփոխության առումով։ Եվ ինչպես արդեն գործընկերները նշեցին, շատ դեպքերում մեզ մոտ աղմուկի հետ կապված ուրեմն ոչ պատշաճ վարքագիծը այնքան տարածված է, որ դա դժվարեցնում է նաև դրա նկատմամբ կոնկրետ վարչարարություն իրականացնելու հարցը։ Եվ նման լսումները օգնում են, ինչպես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտադրել, նախ մեր քաղաքացիներին եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի ազդեցություն ունի աղմուկը մարդու օրգանիզմի վրա, առողջության վրա, նրա հոգեկան անդորի վրա եւ կենսագործունեության վրա։ Վաղուց արդեն իհարկե ապացուցված է, որ աղմուկը ունի կոնկրետ ազդեցություն ինչպես մարդու լսողական ապարատի վրա, այնպես էլ ամբողջ նյարդային համակարգի վրա, ամբողջ օրգանիզմի վրա։ Եվ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իհարկե աղմուկի ազդեցության մասով ուրեմն ունի հստակ ռեկոմենդացիաներ եւ սահմանված ուրեմն ստանդարտներ, որոնք որ պետք է պահպանվեն ապահովելու համար մարդու նորմալ կենսագործունեությունը եւ ինչպես մենք տեսնում ենք տեխնոլոգիաների տարբեր ուրեմն տեխնիկական միջոցների անընդհատ զարգացման արդյունքում աղմուկի աղբյուրների շրջանակը ավելի ու ավելի ընդլայնվում է օրեցօր։ Ես նշեմ, որ ուրեմն 2024 թվականին փոփոխություն իրականացվեց հանրային առողջության մասին օրենքը, ոչ թե փոփոխություն իրականացվեց, այլ ամբողջությամբ վերանայվեց հանրային առողջության մասին օրենքը, որտեղ իհարկե նաև կարգավորումներ ներառվեցին աղմուկի վերաբերյալ եւ դրանից հետո արդեն կոնկրետ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ ուրեմն նորմերը եւ թույլատրելի շեմերը եւ թույլատրելի ուրեմն չափորոշիչները, ինչպիսին պետք է լինի ձայնը եւ երաժշտությունը, տեխնիկայից եկող աղմուկը, թրթռումը եւ բոլոր այս ուրեմն մասերով պետք է մենք մեր ենթաօրենսդրական ակտերը եւս փոփոխությունների ենթարկենք։ Ուրեմն նշեմ, որ շատ կարևոր է նաև տարբերակել աղմուկի տեսակները եւ նաև դրանց առանձին տեսակների վերաբերյալ ունենալ պատկերացում եւ առանձին կարգավորում եւ մոտեցում։ Ես կառանձնացնեմ այստեղ ուրեմն մեր օրենքում նշված մի քանի հասկացություններ, որոնք որ կարևոր է եւս ֆիքսել հետո քննարկման հուննել ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ուրեմն առանձնացնում ենք լայնաշերտ աղմուկ, տոնային աղմուկ, հաստատուն աղմուկ, փոփոխական աղմուկ եւ այս բոլոր տեսակները օրենքում տրված են, թե ինչպիսի կատեգորիա են եւ ինչ դեցիբելների կամ ուրեմն հաճախականությանն են սրանք վերաբերվում եւ իհարկե փոփոխական աղմուկն էլ ժամանակի ընթացքում տարանջատվում է ուրեմն տատանվող աղմուկի, անընդհատ աղմուկի եւ իմպուլսային աղմուկի։ Ուրեմն այս բոլոր տեսակների հետ կապված իհարկե ուրեմն մենք հնչեցրեցինք, որ մենք խնդիր ունենք ուրեմն հանրային միջավայրում, այսինքն տրանսպորտային միջոցներից եկող աղմուկի հետ կապված, շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված եւ տոնային եւ իմպուլսիվ աղմուկի խնդիրներ, ուրեմն մեծ ուրեմն դժգոհությունների եւ մարդկանց անհանգստության առիթ է տալիս զվարճանքի կենտրոններից եկող աղմուկի ուրեմն խնդիրը եւ այստեղ մենք պետք է արձանագրենք, որ ըստ էության սանիտարական նորմերը, որոնք որ դրված են եւ ձայնամեկուսացման համար անհրաժեշտ նաեւ քաղաքաշինական նորմերը, որոնք որ կան, ուրեմն ես կարծում եմ եւս մեկ անգամ պետք է դրանք համեմատական իրականացվի միջազգային այսօրվա ստանդարտների հետ եւ տեսնենք, թե ինչու՞ն է խնդիրը, որ դրանք շատ անգամներում չեն պահպանվում։
Ուրեմն առողջապահության նախարարությունը այս մասով հանդիսանալով մի կողմից քաղաքականությունը մշակող եւ մյուս կողմից էլ փորձաքննություններ իրականացնող մարմնի պատասխանատու պետք է ներկայացնեմ, որ հետո գործընկերս նաեւ շատ ավելի մանրամասն մասնագիտական առումով կներկայացնի, որ աշխատանքներ ենք իրականացնում ընդլայնելու մեր կարողությունները, թե մասնագետների վերապատրաստման եւ նոր մասնագետների պատրաստման առումով, թե նաև սարքավորումներով հագեցման մասով եւ այս ուղղությամբ իհարկե մեր քայլերը հետևողական են լինելու, ուրեմն ապահովելով սարքավորումները մենք պետք է նաև ունենանք հատուկ փորձագիտական կարողություններ ունեցող անձինք, ովքեր որ կկարողանան տեսչական մարմինների կողմից հայտնաբերված իրավախախտումների մասով տալ կոնկրետ եզրակացություններ եւ ըստ էության նպաստեն, որ վարչարարությունն էլ ամբողջ ուրեմն խստությամբ եւ տեղին իրականացվի։ Ես այսքանով սահմանափակվեմ եւ իհարկե սիրով կպատասխանեմ նաեւ ձեր հարցերին։